Խաչատուր Սուքերսյան, համեցեք պարոն Սուքերսյան։ Պարոն Հովհաննիսյան, այսպիսի հարց եմ ձևակերպում։ Դուք ասացիք, որ 13,000 սարքավորումներ է սուբսիդավորվել պետական բյուջեի կողմից, որպեսզի տնտեսությունը զարգանա։ Դա լավագույն գործիքներից է, բայց լավագույն գործիքներից լինելու պարագայում ուզում եմ հասկանալ, կարող եք ինձ ասել 13,000-ը որ ոլորտներին է վերաբերվում, վերամշակողի ինչքան է, եւ այդ 13,000 բերված սարքավորումները ինչ արդյունավետությամբ են աշխատում։ Հնարավոր է դրանցից 1 կամ 2,000-ը դեռ ինչ-որ մի պահեստում է, ինչպես որ պարոն վարչապետը գնաց տեսավ դաշնամուրներ պահեստում, սարքավորումները դրանք ովքեր են վերահսկում, ով է դրա պատասխանատուն, այդ սարքավորումը ամբողջական 24 ժամվա կամ 12 ժամվա կամ 8 ժամվա ռեժիմով աշխատում է, թե չի աշխատում։ Եվ դրանց բերելուց հետո ինչքանով են ավելի մրցունակ դարձել մեր այդ տնտեսությունները, որտեղ որ այդ ժամանակակից 5+ սերնդի սարքավորում է բերվել։ Ինչու եմ սա հարցնում, որ մենք հասկանանք էլ ինչ անենք, որպեսզի ավելի մրցունակ լինենք, ավելի արդյունավետ լինի եւ գումարները թիրախային ծախսվի։ Հիմա 13,000-ից ինչքան է եղել, որ սխալվել ենք։ Օրինակ կարող է 1000-ի դեպքում այնպիսի սարքավորում են բերել, որը որ արդեն հնացած է եղել։ Արդյոք դա ինչ-որ մի մարմին կա, այդ վերլուծությունը կա, որ ոլորտներն են, որոնք որ ավելի արագ սկսեցին աճել այդ մեր ներդրումների արդյունքում պետության սուբսիդավորելու արդյունքում։ Կուզենամ այս թեմայով, եթե այսօր չկարողանաք ամբողջական, ինձ մի տեղեկանք տաք, որ ես կարողանամ այդ տեղեկանքը ճիշտ գնահատեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սուքերսյան, իրականում այո, շատ կարևոր հարց է եւ ընդհանուր առմամբ ոչ միայն սա, այլ նաեւ մեր բոլոր իրականացվող ծրագրերը պետք է իրենց արդյունքներով գնահատվեն։ Տեսեք, տրամաբանությունը այս գործիքի կառուցման հետեւյալն է, որ նախ վարկը տրամադրում է բանկը, այսինքն բանկը գնահատում է այն ռիսկերը, որը առկա են առանձին ձեռնարկությունում, հետո ձեռնարկությունը վճարում է մայր գումարը եւ պետությունը սուբսիդավորում է այդ գումարի այդ տոկոսի մի մասը ընդամենը եւ նաեւ ենթադրությունը նա է, որ ձեռնարկատերը խելամիտ լինելով չի կարող ձեռք բերել սարքավորում, չօգտագործել այն, դրա համար վարկ վերցնել եւ այդ վարկը սպասարկել եւ դրանից հավելյալ օգուտներ չստանալ։ Բայց իհարկե, քանի որ ծրագիրը իրականացվում է էկոնոմիկայի նախարարության կողմից, ես այդ մանրամասն տեղեկությունները բացվածքը չունեմ իմ ձեռքի տակ հիմա, բայց քանի որ առանձին նշեցի գյուղատնտեսության ոլորտի լիզինգի ծրագիրը, ապա կարող եմ ասել, որ գյուղատնտեսությունը այդտեղ չի մտնում, այդտեղ կարծում են հիմնականում վերամշակող արդյունաբերության եւ շինարարության ուղղություններն են, որտեղ ձեռք են բերվել եւ տեսանելի է նաեւ, թե ինչպես է այդ պարկը նաեւ նրանք, որոնք ասենք հաստոցներ չեն, այլ օրինակ մեքենաներ, մեծ մեքենաներ են, դրանք թարմացվել են վերջի շրջանում։ Շնորհակալություն։ Համեցեք արձագանք։ Պարոն Հովհաննիսյան ջան, ես ուրիշ հատվածը ձեզ ես ուզում եմ ասել, հնարավոր է բերել են շրջանառու միջոց չունեն, իրացման ծավալներն են նվազել, մենք ինչ ձևով ենք ուղեկցում մինչև տրամաբանական ավարտը, վերջին հաշվով պետությունը հարկերի հավաքագրման արդյունքում որոշում է կայացել ինչ-որ մի ոլորտի օգնել, այդ հարկերը տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, հիմա դուք կապ չունի, $1 եք ծախսում, ես վերջերս աշխարհի 7-րդ կազմակերպությունը $10 համար մարդ աշխատանքից անցնել, անարդյունավետ ծախս է սարել, դու քեզ ով է թույլ տվել։ Հիմա մենք ասում ենք հազարավոր, միլիոնավոր մարդկանցով հարկ ենք հավաքում։ Հիմա դա պետք է արդյունավետ լինի։ Ասում եմ հնարավոր է ծավալների իրացման հարցում պետք է օգնենք։ Երկրորդ ինստիտուտն է պետք ստեղծել։ Տվեցինք սարքավորումը բերեց, արտադրանքը տվեց, չի կարողանում իրացնել։ Ինչքանն է աշխատել։
Պետք է ամեն օրվա աշխատանք լինի, բաժինները ամեն օր պետք է դրանով զբաղվեն, որտեղ դա է մեր զարգացման հիմնական բանը, գործիքը, շնորհակալություն։ Ճիշտ է, հենց այդպես էլ արվում է, պարոն Սուքիասյան, այս գործիքից բացի նաև կա արտահանման աջակցության գործիք, բարձր որակավորում ունեցող կադրերի աջակցության գործիք կամ այս ինչպես իմ ելույթում նաև ասեցի գիտական հետազոտությունների եւ նորարարությունների աջակցության որոշակի արտոնություններ կան, այսինքն բազմակողմ որոշ ոլորտներում հումքի ներմուծման հետ կապված աջակցության հարցեր կան, այսինքն մենք տարբեր կողմերից փորձում ենք աջակցության ծրագիրը այնպես դարձնել, որ ձեր ասած խնդիրը նաև լուծվի, որպեսզի մենք մի գործիք չտրամադրենք, որը հետո կարող է պարզվի, որ ոչ մի ձև չի կարողացել օգնել ձեռնարկությանը, որը ասենք իրացման հետ կապված խնդիրներ ա ունեցել, բայց ինչպես տեսնում ենք, ընդհանուր տնտեսության աճը այնպիսին է, որ մենք դիվերսիֆիկացնում ենք եւ մեր տնտեսվարողների շրջանառությունները եւ շահույթները գնալով մեծանում են։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, ես արտահերթ հարցի իրավունքից իմ օգտվեմ։ Ի շարունակություն պարոն Սուքիասյանի բարձրացած հարցի, դուք նշեցիք բանկի կողմից տրամադրվող վարկավորման մեխանիզմը եւ նաեւ այս հարցի շրջանակներում լիզինգի տեսանկյունից բանկի վերահսկողական մեխանիզմները, ինչպես նաեւ ռիսկերի գնահատման եւ ներդրումային դաշտի գնահատման մեխանիզմը, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ շատ դեպքերում բանկերը իրենց ռիսկերը մեղմելու համար գործարարներից անձնական երաշխավորություններ են վերցնում եւ նրանց անձնական գույքը, բնակարանները, տարբեր տեսակի արժեք ներկայացնող անշարժ գույք վերցնում են գրավ եւ ըստ էության դրանով մեղմում են իրենց այդ կոնկրետ բիզնեսի հնարավորությունների գնահատման ռիսկերը եւ այս առումով կարող են հեշտությամբ վարկեր տրամադրել նույնիսկ այնպիսի բիզնեսներին, որոնք իրենք ունակ չեն, ասենք օրինակ նման լիզինգային ծրագրերի եւ պետական աջակցությամբ լիզինգով սարքավորումների ձեռքբերման տեսանկյունից եւ այստեղ շատ երկրներում ընդունված պրակտիկա կա, որ օրինակ ապահովագրում են բիզնեսմենի իր անձնական գույքով երաշխավորելու դեպքում հնարավորությունները եւ եւս մեկ ոնց որ ինստիտուտ են ավելացնում, որը հնարավորություն է տալիս գնահատել դրա բիզնեսի վարկառության հնարավորությունները եւ միգուցե նման պետական ծրագրեր իրականացնելու դեպքում հնարավորություն տրվի ապահովագրական կազմակերպությունների միջոցով նույնպես վերցնել այս ռիսկային դաշտը վերահսկողության տակ, նաեւ ապահովագրելու մեր հազարավոր գյուղացիներին, նաև գործարարներին, որոնք որ ուզում են զարգանալ, բայց հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, տարբեր ռիսկեր, նաև իրենց անձնական երաշխավորություններն են տալիս։ Կխնդրեի այս մասով նույնպես մանրամասնեք արդյոք նման ծրագրեր կան, թե ոչ։ Շնորհակալություն, պարոն Արշակյան։ Իհարկե, այդ խնդիրը, որը դուք բարձրացնում եք, դա բարդ խնդիր է եւ շատ մեծ կապ ունի Հայաստանում ձեռնարկատիրության կամ կորպորատիվ զարգացման մշակույթի հետ։ Ինչպես գիտեք, Հայաստանում շատ մասնավոր ընկերություններ ունեն փոքր կապիտալներ եւ հիմնական շրջանառությունը կամ հիմնական բիզնեսը իրականացվում է փոխառու միջոցների, ընդ որում սեփականատերերի կողմից տրամադրված փոխառու միջոցների հաշվին եւ մենք պետքա մտածենք այնպիսի խթաններ ստեղծենք, որպեսզի ընկերությունների կապիտալիզացիան մեծանա եւ որպեսզի բանկերը, որոնք ըստ էության ռիսկ են կիսում տնտեսվարողի հետ, ավելի վստահ լինեն, որ այն գումարները, որը իրենք տալիս են կազմակերպություններին, այդ գումարները հետ են ստանալու։ Եթե այդ ռիսկերը մեծ են, բնականաբար կազմակերպությունները, ֆինանսական կազմակերպությունները գրավներ են ուզում, որպեսզի իրենց, որովհետև այդ գումարներն էլ, որոնք տալիս են, դրանք ավանդատուների գումարներն են, որովհետև այդտեղ ռիսկի կառավարման հարց կա, սա շարունակական
բարձրացում է, պետք է զուգահեռ զարգանան այս համակարգերը, սա մեր ուշադրության կենտրոնում է, բայց բնականաբար մենք հետագա նաև մեր քաղաքականությունների համատեքստում պետք է այս ընկերությունների կորպորատիվ կառավարման եւ կապիտալիզացիայի վերաբերյալ մտածենք եւ քաղաքականություններ իրականացնենք, որ ձեր ասած խնդիրները կարողանանք լուծենք, ինչ վերաբերում է ապահովագրության համակարգին, ապա այն շուտով էկոնոմիկայի նախարարությունը նաև ներկայացրել է, քննարկել ենք եւ հետագա տարիներին դա կլինի։ Շնորհակալություն։ Սոնա Ղազարյան, հաջորդ հարցը։